Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի, ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ, ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այո, ես բան չունեմ ասելու, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին, Սինգապուրում էլ են հայեր ապրել։ Այո, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին, շատ տեղեր են ապրել եւ ապրում, բայց մենք հիմա խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Ոչ, այդ թեմայով ասեցի արդեն, հարցին պատասխանեցի, որ դեռ քննարկումներ չի եղել, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել։ Եվ ինչպես եք ասում, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Ուրիշ թեմաներ չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա։ Հիմա աչքաչափով կարող ենք ասել ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետեւ մենք իրավական process-ը թողած մտահանգումներով ենք առաջնորդվում։ Խնդրեմ, ես կրկին Բայրամովի հայտարարություն դուք ասում եք բանավոր չեք պատասխանում այդ թեզերին, բայց այնտեղ կար մի միտք, որ դուք երբ որ ժամանակ եք խնդրել, հետո չեք փորձել լուծել, պատճառաբանելով, որ Հայաստանում ձեզ կսպանեն։ Ինչ մտահոգություն ունեիք, ով ձեզ պետք է սպաներ եւ քանի որ ձայնագրությունների գաղտնալսումներից խոսքի ավ Սերժ Սարգսյանը ժամանակի նախընտրական շրջանում մի ձայնագրություն էր հրապարակել կրկին բանակցությունների հետ կապված։ Չմեջբեր եմ ինչ ձայնագրություն։ Այսինքն հիմա բանակցությունների ընթացքում դուք նման արտահայտություններ շատ եք անում, որ բանակցությունները փաստորեն միտեղ արդեն դուք ասել եք, որ խոստովանել եք այդ ձայնագրության մեջ դուք խոստովանել եք, որ բանակցությունների ժամանակ դուք ձեզ կներեք գժի տեղ եք դնում, որպեսզի իրավիճակը փրկեք։ Հիմա Բայրամովն էլ այս մի հայտարարությունն է արել։ Հիմա ինչպես հասկանանք այս ամեն ինչը եւ արդյոք դուք բանակցություններում նման բան եք ասել։ Գիտեք, ինչ ես էլի եմ ասում, բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր, որտեղ բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը նստած էր, բայց ես հիշում դու սուրճ էիր խմում, ես սուրճ, դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը այդ ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելվել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ առավել եւս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում անիմաստ։ Սերժ Սարգսյանը ինչ։ Սերժ Սարգսյանի հրապարակած այդ ձայնագրությունը, այնտեղ էլ ձեր ձայնն է։ Ինչ է ձեր հարցը։ Որ այդպես որ բանակցությունները Ես այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, եւ դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, արտանին խոսակցություն, արտանին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ եւ ստեղծագործական։ Դա չի վերաբերվում միայն ինձ, դա վերաբերում է նաև ձեզ բոլորիդ։ Խնդրեմ։
Պարոն վարչապետ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից հետո դուք ի պատասխան դրան տեղեկացրեցիք, որ բանակցային փաստաթղթերը մինչև տարեվերջ կհրապարակվեն։ Սերժ Սարգսյանը սա որակեց խոստում, որը կարողացան կորզել ձեզանից, ինչպես կարձականքեք դրան, ինչ բացահայտումներ կլինեն այդ փաստաթղթի հրապարակումներից, եւ երկրորդ հարցը ներողություն եմ խնդրում, դուք ձեր էջում հրապարակեցիք ռոբոտ գրպից գրելով, որ մեր զինվորների նոր բարեկամն է։ Համանցածում տարբեր տեղեկություններ կան, որ սա պատվիրված ինչ որ անորակ սարք է, օրինակ Թեմոից։ Այդ քննադատություններին ինչպես է կարգականքում։ 90% ձեռքով վաճառում։ Լավ, ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։ Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ, բայց հրապարակ պահին գուցե կմեկնաբանեմ։ Նամակ էի ասել Սերժ Սարգսյանից նամակ։ Չէ, ես ուզում եմ ասել եմ, որ փաթեթը հրապարակեմ միջև տարվա վերջ, դա պատճառ ունի, ինչի, որտեվ ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ են։ Ոչ, ընտրություններին ընդառաջ չի։ Ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ուղղված։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ ժողովուրդ ջան, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ կտեսնեք։ Իսկ ռոբոտը բարդ։ Հա, ռոբոտը դե ինչ ասեմ։ Հիմա գիտեք, ուշադիր նայեք, կտեսնեք, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հայ իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարար հետ խոսում էինք, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, էս արել են արել, ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ, եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց, երբ որ նախկին 3 ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան խանութում երևի, բայց վաճառքում կան, նայում ես Կալաշնիկովի զենքը, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենքը ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչը, զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ